Արսեն Վարդանյանը։ Ողջունում եմ ձեզ հարգելի բանախոսներ, իրականում մենք անդրադառնում ենք շատ ցավոտ թեմայի, 21-րդ դար, ցեղասպանություն, տարածքների մղսում, ես կմեկնաբանեի սենց էլի։ Հիմնականում մենք 21-րդ դարում արաբիրքների հանդիպեցինք, ի սկզբանե նոր իշխանության մուտքներ դեպի կառավարություն, որը շատ լավ ծրագրերով ներկայացավ ժողովրդին եւ արեց ամեն ինչ, որ լինի վատ։ Ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, բացի դա ասում էր Արցախի հարցը լուծվելու է այն տարբերակով, որը որ ձեռ տա մեր ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, ասես բոլորին ձեռնատու սկզբունքներով է լուծվելու, ես ձեզանից ոչ մի բան չեմ թաքցնելու, ես ամեն փաստաթուղթ, ամեն բանակցություն ձեր հետ համաձայնեցնելու եմ նոր անեմ, բայց մենք ականատես եղանք, որ մեր հետ ոչ մի բան չհամաձայնվեց եւ նա արեց այն, ինչը որ պետքա չաներ, որ չէր արվել ոչ մեկի կողմից։ Ներկապային կխնդրեմ իրականում կրկնում եմ եւս մեկ անգամ մենք 21-րդ դարում ենթարկվեցինք եւս մեկ անգամ ցեղասպանության, տվյալ պարագայում մեր իշխանությունները խոսում են խաղաղության պայմանագրի մասին, որը որ բացառապես մենք չգիտենք դա ինչ կետեր է պարունակում, ինչ պայմաններով է մեզ խաղաղություն առաջարկվում է, թե չի առաջարկվում, պրոստը մեկնաբանվում է խաղաղություն։ Կխնդրեմ այդ թեմայի շուրջ մեր այսօրվա կլոր սեղանը զարգացնենք եւ հանրությանը տեղեկացնենք իրականությունը, ինչա կատարվում մեր հետ, ինչ ստերի ենք մենք բախվել եւ հետագայում ինչա լինելու։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ինչպես նշեցիք,